Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերում, ավանդույթի համաձայն, դե կամ երկուշաբթի հանդիպում ենք պարոն Ղազարյանի հետ, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Ես ճիշտ ասած նորմալ տրամադրությամբ եկել էի, ընդամենը 2 րոպե թափթփուկներին լսեցի ազգային ժողովի իշխանության ներկայացուցիչներին, Ալենն էր խոսում, հետո այդ Կոնջոյանն էր խոսում, այդ բավարար է, որ դու ես չգիտեմ իսկապես ինչ ասեմ, հիասթափությունը քիչ է, ես իսկապես ես միայն շարունակում եմ կրկնել, որ եթե առաջ այդ հարցը տալիս էի, արդյոք անբարոյականությունը ունի սահման, ես հիմա արդեն համոզված ասում եմ, անբարոյականությունը իսկապես չունի սահմաններ։ Այն մի տականքը խոսում է, ասում է, բանը պատերազմ եք ուզում, չգիտեմ, դուք ես անում եք 4, սիրելի հայրենակիցներ, 4 պատերազմ բերած, այս վիժված քակույտը դեռ խոսում է պատերազմ բերելուց 4 պատերազմ։ Եթե դուք ուզում եք, էլի պատերազմ, շարունակեք հանդուրժել այս տականքակույտին։ 4 պատերազմ, աղետ, կործանում, ցեղասպանություն, հայաթափություն, ուղղակի հայ ժողովուրդը մի մասը հիասթափված, մյուս մասը հուսահատված, այսպես շատ քիչ ասես սպասողական ինչ-որ բանի մեջ է, բայց մեծ մասը թողնում եւ հեռանում, իհարկե շատ սխալ են անում, այս ամեն ինչին բերել են իրենք։ Այսօր Ղարաբաղյան շարժումից այդ տականքներից մեկը խոսում, ասում է դրա հետևանք է, որ չգիտեմ, ինչքան հայություն գնացել է, ուրեմն ինչքան պիտի պիղծ լինես, ինչքան պիտի անբարոյական լինես։ Ղարաբաղյան շարժումը մեր ամեն ինչն է եղել, դրա վրա մենք կերտել ենք 2 հրաշալի հանրապետություն, 2 հրաշալի հանրապետություն, Արցախ շատ հաճախ եմ կրկնում, այսպես մի ճանապարհ կար այն գործարանի կողքով, որ ասում էր գնում ենք լիճ, պարոն Ղազարյան, ինքդ հիշեցնում է Շվեյցարիա, ու շատերն էին ասում, դա ուղղակի դրախտավայր մի անկյուն մեր հպարտության, մեր ազատության, մեր արժանապատվության, մեր գոյության, մեր ապագայի ամեն ինչն էր Արցախը եւ այսօր ասել Արցախյան շարժում այսպեսի աղետ եղել տականք Ղարաբաղյան Արցախ բառն էլ չեն օգտագործում, Ղարաբաղյան շարժում են ասում, Ղարաբաղյան շարժումը մեր ամեն ինչն եղել, մեր գոյության, հպարտության, ազատության, անկախության, արժանապատվության եւ այսօր ասում է տականքն ասում է դրա հետևանքն է եղել, որ մարդիկ թողե գնացել են, բա հիմա ինչի հետևանքն է, այլ բոմժակույտեր, այ սրիկայակույտեր, այ տականքակույտեր, ես ուղղակի չգիտեմ, նորմալ հայերենով ընդհանրապես հնարավոր է սրանց բան պատասխանել էլի, ես ասեմ Ալեն քո ծնունդը ինքնին բանա թյուրիմացություն ա եղել, քո գոյությունը այդ աղետ է, քո բառը աղետ է, քո ներկայությունը աղետ է, քո ամեն ինչը ընդհանրապես բանը մեծ խաբկանք ու այլանդակություն է, չգիտեմ ինչ ասեմ, քո ծնունդը չի կարա մարդը այդ աշճանի այլասերված այլանդակություն, տենց վիժված, տենց թափթփուկ տականք լինի, էլ չեմ ասում քեզնից հետո այն որ խոսում էր Կոնջոյանը, չգիտեմ ինչա, բանա, ես որ շարունակեմ, չգիտեմ ինչ բառեր կասեմ, ընդամենը ամեն մեկին լսել եմ 2 րոպե, ասում է դուք ուզում եք գնաք ինչ-որ մեկին ծառայենք, տականք, բա դուք ուզում եք Հայաստանը չլինի, դուք էլ Թուրքիա եք ուզում, դուք անցյալ բանից է խոսում, ասում է մի հատ գնաք ես իմ ինչ երկրի, ինչա, որ հարմար լինի Պուտինի կոշիկները չես լիզելու, հա, թե հիմա հարմար է Էրդողանի կոշիկներն ու Ալիևի կոշիկները լիզել, այդ տականքները բայց Սանկտ Պետերբուրգից է եկել շաբաթվա վերջին, այո, բան չէր գնացել, ասում է դուք գնացել եք բանի, դուք մենակ ձեր այդ թշվառ բոմժական գոյությունը ապահովելու համար ցանկացածի ցանկացած տեղ պատրաստ եք լիզել կոշիկից բռնած եւ դուք խոսում եք այն մարդկանց մասին, Հայ-Աղափական Դաշնակցության մասին եք խոսում, նախկին նախագահների մասին եք խոսում, այդ ականքներ, անկախություն, ազատություն, հպարտություն, արժանապատվություն, ամեն ինչ կերտած, խաղաղություն, 4 պատերազմ եք բերել դուք, 4 պատերազմ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, եթե ուզում եք, անverջ կրկնելու եմ սա, 5-րդն եք ուզում, որ վերջնական կործան ունի, շարունակեք հանդուրժել սրանց։ Ոչ մի խնդիր չկա, թող գան, եթե ձեզ թվում է իբրև թե այնտեղ նստած բանը ընդդիմադիր պատգամավորներին են բան ասում, չէ, իրանք ուղղակի լկտիության
այլանդակության բան գագաթն է, նստել են ու բան ասես թքում են, լավ ասեց Քրիստինեն, ասեց ձեր ընդամենը կանչեք թքեք, եթե պետքա սպանեք, եթե պետքա պղծեք, եթե պետքա ծախեք, եթե պետքա վաճառեք, ստորացնեք, էսա ձերը։ Ես չգիտեմ, դուք չհասցրեցիք լսել, ընդհանրապես ինչա, պետքա փակել սրանց թեման, արձագանքել, ես իսկապես չգիտեմ, պարոն Ղազարյան։ Բայց մի տեսակ, գիտեք, դա էլ համ վախկոտություն է, համ անազնվություն է, փակվել, իբր թե դա բան չենք լսել, էլի։ Նախ Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ձեզ եւ մեծ ավետիս։ Ես ուզում եմ սրտան շնորհավորել մեր ժողովրդին այս լուսաբեր գեղեցիկ տոնի կապակցությամբ, որի քպեին վերաբերող մասը այսօր է մեռելոց, որովհետև Քրիստոսի հարության տոնը իր մեջ շատ գեղեցիկ խորհուրդ ունի, դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, դա լույսի հաղթանակն է խավարի նկատմամբ, դա Տիրոջ հաղթանակն է անտերի նկատմամբ։ Եվ իրենք այլևս այն մեռելն են քաղաքական առումով, որին Քրիստոսի հարության լուսավոր խորհրդով մենք հաղթելու ենք։ Եվ այս տոնը իր մեջ հենց այս խորհուրդն է պատկանում, եւ այն ինչ որ դուք այսօր լսել եք, ես չեմ լսել դեռևս, բայց ձեր խոսքից արդեն լրիվ պարզ է ինչ են ասել։ 5-րդ շարասյուն եք, այդ տականքներ Դուք եք 5-րդ Թուրքի 5-րդ շարասուն մտել եք ու իրավի։ Դա իրանց դամբանական ելույթներն են եղել ըստ էության, որովհետև ես չգիտեմ, դուք ասում եք 4 պատերազմը չի երկուսը չեք հաշվում։ Իրականում պատերազմների քանակը հետևյալն է։ 2020 թվական հուլիս Տաուշ, 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր Արցախ, 2021 թվական Գեղարքունիք, 2021 թվական աշուն Սյունիք, 2022 թվական Սյունիք Վայոց Ձոր Գեղարքունիք, 2023 թվական Արցախ։ Հալեն դու բերել եք 6 պատերազմ։ Դուք պատերազմի մահաբեր, դուք մահաբեր ուժ եք, երկիր կործանող մահաբեր ուժ եք։ Ձեր լացիրակ լկտի, անդայստիրակ, պահվածն ու խոսույթը ձեզ չի փրկելու։ Պատերազմ իրանք են բերել մեր երկիր, քանի իրենք իշխանության ղեկին են, Հայաստանը կանգնած է նոր պատերազմի վտանգի առջև, մի տարբերությամբ, որ եթե 2020 թվականի պատերազմից առաջ մեր ժողովուրդը դեռևս հույսեր ուներ, որ այդ պատերազմում կարող է լինել դիմակայություն, անգամ հաղթանակ, իրենք էին ասում, որ հաղթելու ենք, ու հիմնվելով մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, մեր բանակաշինության, մեր զորքի, մեր զենքի, մեր ոգու, իներցիայի վրա, դեռևս հույս կար, որ այդ պատերազմին մենք ունենալու ենք դիմադրություն կամ հաղթանակ։ Հիմիկվա պատերազմի սպառնալիքը ունի առանձնահատկություն։ Դա այն է, որ այդ պատերազմը անխուսափելիորեն բերելու է նոր կորուստների եւ նոր կապիտուլյացիայի։ Պատերազմ չի լինելու սրանց օրոք միայն այն դեպքում, եթե սրանք մեր երկիրը թշնամուն հանձնեն առանց պատերազմի։ Դրա փորձն էլ ձեռք բերեցին 2024 թվականին Տաուշում։ Օրինակ 2024 թվականին պատերազմ չի եղել։ Մի պարզ պատճառով, որովհետև այն ինչի որ պիտի Ադրբեջանը տիրանար։ Չէ։ Այսինքն 7 պատերազմ են։ Այո, մի հատ էլ լուր պատերազմ։ Մի հատ էլ լուր պատերազմ, որ հետևանքով հանձնել են նոր մարդիկ։ Իսկ Ադրբեջանը պիտի մարդ վարեր, կորուստներ կրեր այդ տարածքներին տիրանալու համար։ Նրանք ստացել են 2 վիրավորով, երկուսն էլ հայ սակրավորներ տարածքը ականազերծելու ժամանակ։ Այսինքն մեր զինվորների կյանքի եւ առողջության գնով տարածքները մաքրում եւ հանձնում է թշնամուն։ Մենակ այդ դեպքում չի։ Հիմա եթե իր ծրագիրը շարունակի, ասենք օրինակ այն ինչ որ ասել է ազգային ժողովում, որ անկախության հռչակագիրը պետք է հանել սահմանադրությունից, իսկ դա նշանակում է լուծարել, վերացնել Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատել երկու պետության իշխանություն ըստ իր հայտարարությունների, ես ոչ մի բան ինքս իմ կողմից չեմ ասում, չեմ կանխատեսում, ըստ իր հայտարարությունների
Հայաստանի հիմիկվա գործող տարածքի 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի սահմանադրության պատկանում է Ադրբեջանին։ Ու կոնկրետ թվարկել է, թե որոնք են այդ տարածքները։ Դա Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն է ամբողջությամբ, Արարատի, Արմավուրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզից հատվածներ, դրանք պատկանում են Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ մտադիր են ռուս սահմանապահ ծառայությունը Հայաստանից հեռացնելով, այդ հակառուսականության իմաստը մենակ դա է, չեղարկել 1992 թվականի սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված պետական սահմանը համատեղ պաշտպանելու համաձայնագիրը, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Սովետական միության եւ Թուրքիայի միջև կնքված եւ հաստատված պետական սահմանի մասին համաձայնագիր։ Այսինքն, չեղարկել 92 թվի համաձայնագիրը նշանակում է չեղարկել հայ-թուրքական պաշտոնական սահմանը, իրավունք տալով Թուրքիային անկախության հռչակագրի չեղարկման պարագայում իր զորքերը առաջ բերել Հայաստանի տարածքի ցանկացած հատվածում, ցանկացած խորությամբ։ Այսինքն, այս տարածքում մի մասն տիրանալու է Թուրքիան, մի մասին տիրանալու է Ադրբեջանը։ Պետությունը, որը որ ստեղծվելու է դրանից հետո, դրա անունն են արդեն մեզ հայտնել, դա կոչվելու է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Եւ կարող է գտնվեն հայեր, որոնք ցանկանան ենթարկվեն Ադրբեջանի Հանրապետության օրենքներին եւ ապրեն որպես ազգային փոքրամասնություն, ինչպես որ դա 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախում առաջարկվել է Արցախահայությանը, Արցախի ներկայացուցիչների եւ ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որ իրանք պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, որ իրենց 18 տարեկան երիտասարդները պետք է ծառայեն Ադրբեջանի զինված ուժերում, որ Արցախում միակ պաշտոնական լեզուն պետք է լինի ադրբեջաներն է, այդ թվում դպրոցներում, այդ թվում դատարաններում, այդ թվում մնացած հաստատություններում, եւ ոստիկանությունը բնականաբար պետք է լինի ադրբեջանական, պաշտպանության բանակ չպետք է լինի այդ ժողովրդին պաշտպանելու, եթե ուզում եք մնացեք ապրեք։ Պարզա որ սա մահվան սպառնալիք է, որովհետեւ այդ ընթացքում 20 թվականից մինչեւ 23 թիվը Հադրութում հաստատված ադրբեջանական իշխանության, Շուշիում հաստատված ադրբեջանական իշխանության ներքո ոչ մի հայ մարդ չի ապրել, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում էր, որ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո բոլոր բռնի տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակության վայրեր։ Բայց Ադրբեջանը ոչ մի հադրութեցու չի հետ թողել, որ գա Հադրութ, բնականաբար նույնն է եղավ ամբողջ Արցախում, այդ ճակատագիրը սպառնում է ողջ Հայաստանին։ Եվ հիմա Ալեն Սիմոնյանը, որ ասում եք, Հայկ Կոնջորյանը, Նիկոլ Փաշինյանը, դրանք ինչի են վստահ խոսում, որովհետև նրանց թիկունքին կանգնած է երկու պետություն, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։ Եվ նրանք այդ երկու պետության հովանավորությունը, աջակցությունը ստանալով վստահ իրագործում են 21-րդ դարի նոր ցեղասպանությունը հայ ժողովրդի բնաջնջելով հայ ժողովրդին եւ բռնի տեղահանելով, հարստահարելով հայ ժողովրդին։ Ցեղասպանության փուլերը ո՞նց է եղել։ Սկզբից բարձրացրել են հարկերը, չէ՞, թալանել են հայ բնակչությանը, որպեսզի նրանք եկամուտներ չունենան, ապրուստի միջոցներ չունենան, հետո զինաթափել են, ինչ որ զինաթափել են բոլոր հնարավոր ձևերով, հետո տարել են տղամարդկանց բանակում բանակում որպես սբանը մոխրագույն հագուստ են հագցրել, երկու անգամ, այո, որպես բանակի, այսպես ասած, համբարներ, ոչ թե զինվորներ, նաև այդպես որպես այո, երկաթգծեր են սարքել, ճանապարհներ են սարքել, շինարարական աշխատանքներ են ներկայացրել։ Ստրուկի կարգավիճակ էլի, սորական ստրուկի կարգավիճակով են տարել։ Ավարտելուց հետո բնաջնջել են բնականաբար, հետո հասել են մտավորականությանը, այսինքն գլխատել են մտածող մարդկանց, բարձրաձայնող, խոսող, որպեսզի հանկարծ հասարակությանը գեներացնելու որևէ հնարավորություն չլինի, առաջնորդնելու, նոր դրանից հետո արդեն խեղճ ճանճար գյուղական բնակչությանը միլիոններով տեղահանել են եւ տեղահանության ճանապարհին միջամտել, մի թեմա նույնը հիմա անում են սրանք։ Մի թեմա կա, ուզում եմ միջամտել, տեսեք, 3 օր առաջ այսպես հիստերիայի մեջ էր Խաչատուր Սուքիասյանը, որ արցախցիների հետ կապված եւ իրականում այդ հարցը, քանի որ իրենց շատ վաղուց գիտեն, ընդհանրապես այդ ՀՀՇ-ական բան sense մի հատ տականքակույտ կար, որ
ատելությունը արցախցիների նկատմամբ, ընդ որում, գիտեք ինչն էր ապշելու, պարոն Ղազարյան, իրենց օրոք Հայաստանի Հանրապետությունը թե տարածքներ ազատագրվեց եւ այլն, իհարկե այնտեղ մեծ դերակատարումներ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Կամանդոսը, այդ մեր հերոսները, իրենց օրոք Հայաստանը հիշում եք, չէ՞, պատերազմից հետո ինչ վիճակ էր, ասենք, ինչ ծանր տնտեսապես աղետալի բան վիճակ էր եւ հետո երբ որ արցախցիները եկան Ռոբերտ Քոչարյանին, խնդրեցին, վերեցին իշխանության, խնդրեցին, գիտեք, չէ՞ որ խնդրել են, համոզել են, ու այդ համոզմունքը ինչից հետո եղել, երբ որ տեսել են հողին հավասարեցված Արցախը, ինչ արագությամբ է վերականգնվում, հասկացել են, որ այս մարդը իզորու է եւ խնդրել վերել են եւ 10 տարի հետո այդպես Հայաստանը տնտեսապես նախ անվտանգություն եւ խաղաղություն եւ դրանից հետո երկրի զարգացման այդ բանի մեջ ամենաշատ վայելողը իրենք էին։ Ասենք Խաչատուր Սուքիասյանը այդպես թիվ 1 օլիգարխ, գործարար, պատգամավոր, ընտրվում է պատգամավոր, չաղ ու բաղ, ես միշտ ապշած եմ, ասեմ, նա ինչքան ընտրվել է պատգամավոր, մինչև ադրբեջանա-թուրքականը, որ ՔՊ-ով ընտրվել, մինչև այդ նա պատգամավոր է ընտրվել միայն մեծամասնական ընտրակարգով։ Այն թաղամասը, որ իր ծննդավայրն է, որտեղ իր հիմնական բիզնեսներն են, որտեղ իր հիմնական աշխատողներն են եւ իշխող քաղաքական ուժերը երբեք նրա դեմ մրցակից տեխնացու չեն առաջադրել։ Այսինքն հանրապետական կուսակցությունը երբեք Խաչատուր Սուքիասյանի դեմ որ ասում են ընտրությունները էսերն են տեխնացու չի առաջ։ Այսինքն նա միշտ պատգամավոր ընտրվել իշխանություններին սերտաճար, իշխանությունների հետ համագործակցած։ Դա դրա մասին խոսք չկա։ Այդ դրա մասին խոսք չկա եւ միշտ հետո շատ գեղեցիկ եւ չաղ ու բախտավոր իր համար իր բիզնեսները զարգացնում էր եւ մնացած բոլորն էլ այդ էլ բանն էր ասում, Քոքոբլյանն էր ասում էր դե թերշոյի ժամանակ ոնց էր, ասենք ասում էին այս շենքը քոննա սեփականացրու, այս ամեն ինչ տվեցին, բայց իրանց մեծ մասը այնքան ապաշնոր էին, այդ Խաչատ բանի Քոքոբլյանի խոսքերն եմ, Խաչատուր Քոքոբլյանի խոսքերն եմ։ Նրա ամբողջ ունեցվածքը կոռուպցիոն բան ունի։ Տեսեք ինչ են ասում, ասում են, բայց այնքան ապաշնոր էին, այդ մեծ մի քանի շենքը դարձավ, դե ինչ էին անում, ծախում էին, ապրում էին, դե չէին կարող, չէ, ասենք արարել, զարգացնել, այդ էլ օրինակ բերել, մի հատ օրինակ կարելի է բերել։ Դա դե շարունակի, ասա 10 շենքը ծախում էին 5, հետո այդ էին ուտում, հետո 5-ը 3, հետո այդ 3-ն էլ էին, 2-ը ծախում էին 1, հետո այդ շենքը 1-ը ծախում էին, ասենք մի հատ ավելի փոքր շենք, հետո ծախեցին մի քանի ուրիշ բաներ, հետո ծախեցին գարաժներ, այսինքն ապաշնոր են եղել, բայց իրենք հնարավորություն են ունեցել ու ես ապշում եմ, այս ատելությունը արցախցիները ձեզ տվեցին ապահով, անվտանգ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանը ապահով, անվտանգ տնտեսապես զարգացած երկիր։ Այս ձեր աբիժնիկ տականքությունը ինչով է պայմանավորված։ Այս արցախցիները իսկապես եմ ասում, երկու հանրապետություն գալիս են տանում են Արցախը ցույց են տալի, մարդիկ արդեն Մոնտե Կարլոներում, չգիտեմ ինչ, ձեզանից գոհ, տենց ապրում եք, պարոն Ղազարյան, ինչով է պայմանավորված այս ՀՀՇ-ականների, այդ թվում Խաչատուր Սուքիասյանի աբիժնիկությունը, նրանով որ ասենք Գագիկ Ծառուկյանի իրան շատ փող ուներ, էս է մենակ պատճառը, ես ուրիշ պատճառ չգիտեմ, էդ էր։ Հա, որ Սամվել Ալեքսանյան իրանի օրինակ դուք մտածել եք դրա մասին, այս աբիժնիկությունը, ապրել այդքան չաղ ու բախտավոր, լայն հնարավորություններ ՀՀՇ-ի ժամանակ ինչ մտներով անցնի, վերցնել կոպեկներով բան, ինչով է պայմանավորված Արցախի նկատմամբ, ինչ է, ես երկու բան եմ, ու հիմա էլ այս ատելությունը արցախցիների նկատմամբ, որ միջև հիմա ասեն շարունակվում է, խնդրում եմ մի հատ ուշադիր էլի, լսեք պարոն Ղազարյան, ու ձեր կարծիքը։ Երկու բան կա, էլի, ես կարծում եմ, կամ որ ես քանի որ շատ վաղուց գիտեմ Խաչատուր Սուքիասյան եւ ուղղակի առեթալնում երբ գաղատարվա մեջ մի անգամ փողոցում տեսնեմ, անհնար է իր հետ խոսել, դրա համար ես թույլ եմ տալի հրապարակայնացնելու, բայց ինքը իր մեջ խտացնում է բոլոր այդ ՀՀՇ-ական նողկալի մի հատ ինչ-որ sense խտացված բան, այս այլանդակություններն, դեսանք լրիվ այլանդակություն են, այս Նիկոլի թիմը, այլասերվածներ մի այլանդակ բան։ Երկու բան է, միշտ ինքը երազել է, երբեք դա չի թաքցրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ առևտուր, փող, այդ թուրքական բանը, էսա,
մտածել։ Ախ փողը չի։ Ուրեմն երկու նրա բան անունը կա։ Forbes-ի ցուցակները ոչ մեկ չի Երկու գրել։ Նրա բան կա, ունեցած որովհետև հիմա փողը հարուստները արդեն ինտելեկտի լրիվ ուրիշ բաներ է։ Իրանք ընդամենը չարչի առևտրականներ են, իրանք արդեն վաղուց դուք այդ չեք կարող։ Մի հատ տարածք վարձով տա, ինչա դրա, ինա բիզնեսմեն է, կասիր է, էլի։ Միշտ էլ ինչ որ մի ոլորտ տվել են, ասել են այդ ոլորտի փողերը դու հավաքի, կասիր։ Առաջին Ինչ բիզնեսմեն։ հարուստները, մեծահարուստները, բոլորի IQ-ն գիտեք ինչքան է։ 100-ը գերազանցում, այսօր տես այդ ուրիշ աշխարհ է։ Այսօր դու չես կարող է չաղում բախտավոր ծախեմ առնեմ, դու չես։ Չնայես բիզնեսմեն, այսօր բիզնեսը եթե անգամ բիզնեսմեններ են, այսօր արդեն լրիվ բոլորովին ուրիշ աշխարհ է։ Տեսեք, ինքը որ այդպես երազանքն է Թուրքիայի հետ, ես Պարզ ասում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը եւ իր նմանները ուղղակի իրանք տգետ են, որտեղ պատմություն չգիտեն։ Պատմություն չգիտեն, ինչ ասել է Թուրքի հետ բարի դրացիական հարաբերություն կամ Թուրքի տակ ապրել։ Դուք տգետ եք, ավարտված տգետներ եք, կամ երկրորդ հանգամանքը, կամ ձեր մեջ կա ուղղակի արյան կանչ։ Վերջ, Թուրքի արյան կանչ չկա ուրիշ բան, որտեղ չի ավարտված տգետ եք, դուք ինչքան չգիտեք հայոց պատմությունը, ինչ է տեղի ունեցել հայերի հետ, Արևմտյան Հայաստանի եւ Արևելյան Հայաստանի, ովքեր ապրել են Թուրքիայի տակ, ինչ է տեղի ունեցել։ Ինչ է տեղի ունեցել 98-ին, էս 1800, 1914-15, ինչ է տեղի ունեցել 24 թվականին, 1924 թվականին, ինչ է տեղի ունեցել 42-ին, ինչ է տեղի ունեցել 45-ին, ինչ է տեղի ունեցել 72-ին, հայերի հետ ինչ են արել Թուրքիա, դուք տգետ եք։ Եվ ձեր տգիտությամբ տանում եք նորից հայ ժողովրդին ոչնչացման ցեղասպանության, կամ ձեր մեջ խոսում է գենետիկ արյան կանչը, որ դուք առանց Թուրքի չեք կարող, բայց դա էլ նշանակում է նորից տանել հայ ժողովրդի ցեղասպանության։ Ձեր ատելությունը Արցախահայության եւ հայության նկատմամբ միայն պայմանավորված է դրանով։ Ուրեմն, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե Խաչատուր Սուքիասյանը ոնց է ձեռք բերել եւ իրանց ընտանիքը այդ ամբողջ ունեցվածքը, մի օրինակ բերեմ։ Երևան քաղաքի կենտրոնում Հանրապետության հրապարակի մոտ Արամի փողոց 3 հասցեում հիմա կա Seal Plaza մի հատ շինք, որտեղ կա Adidas-ի ֆիրմայի խանութը, Seal Insurance ընկերությունը, Հայ Էկոնոմ, բայց բոլոր բիզնեսները պատկանում է իրենց ընտանիքին։ Այդ շենքը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Աստղիկ 1 կոոպերատիվը ձեռք է բերել ընդամենը $5600։ Այդ շենքում հիմա մի քառակուսի մետրն է $5600։ Բայց ամբողջ շենքը, որը նաև պատմամշակութային հուշարձան է, ձեռք է բերել $5600։ Ձեռք բերման պահին Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ, այսինքն քաղաքապետը, եղել է Հանրապետության հիմիկվան նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Դրանից են ձեռք բերել։ Հետո երբ որ Վահագն Խաչատուրյանը իշխանություն չի եղել, դառել է Հայ Էկոնոմ բանկի խորհրդի անդամ, ու այնքան փող ստացել, որ Երևանում կենտրոնում տուն առե, Ձորաղբյուրում էլ ամառանոց։ Դրանց ամբողջ ունեն, հիմա էլ այդ պատկանում է իրանց ընտանիքին, ու այդ շենքը պատկանում է Գրզո Պլազա ՍՊ-ին, որի սեփականատերի թվում է նաև Խաչատուր Սուքիասյանի կինը ըստ իրանց գույքի եկամուտների հայտարարել։ Այդ որում Խաչատուր Սուքիասյանը ցեղասպանության է տանում նաև իր ընտանիքին։ Եթե իրան թվում է մենակ Արցախցին, ձեր ընտանիքին էլ եք տանում $5600, չէ։ Հիմա այդտես իր կոշիկներն ավելի թանկ արժի, քան այդ շենքը։ Եթե իր կոստյումները Ստեփան Օրիջի է, որ այդ նշանակում է 10000-ից բարձր է, շենքից թանկ։ Դուք ունեք բացատրություն։ Ազգային ժողովի падգամավորը, ազգային ժողով, հիմա օրինակ նայեք, այս անցած խորհրդանական քննարկումների ժամանակ Վահագ հայտնի անտրուսիկը, նրան արդեն ցես կարանք ասենք, որ ասма ունեցել եմ։ Ձեր ասելու վրա է գժվար։ Խորացել է, ունեցել եմ ասма, դուք չեք տվել, բայց ես ունեմ։ Արա որ պետություն չի տվել, ո՞րց ես ունե։ Ում հագինն է զանակ։ Ինչ ասեմ, մենք էլ ասեցինք այդ հագահիգիենիկ վիճակին վերջ տվեք, թողեն ինչ էր անում Մարիամ, Գագիկ Մելքոնյանը թող գնա հրապարակային ստուգի, որտեղ ինքն է, չէ, գողացե։ Այո։ Իրավախտա ծառա, բայց ընդ ուրիշ բան է կա է։ Ինչա։ Ես չգիտեմ, ասելու չեմ, արդնեղության մեջ է, հիմա չգիտեմ։ Ո՞վ է։ Դրած Էմիս Վարդան Ղուկասյանը։ Բայց դրա ծառայության վախտենի բանո ռազմական ոստիկանությունում է, չէ՞ աշխատել։
Հա, նա է գողացել։ Գողացել։ Վայ մամա ջան, այնի չի։ Նա որ տենա, որ այդ վիճակում գտնվող զինվոր կա։ Այդ արդեն մի բան արեք, այդ։ Բա, իրա ծառայության վախտայել է։ Խոսքով։ Այսուր եք խորացել, փաստորեն հասկացա, ես էլ մտածում էի, պարոն Ղազարյան։ Հա։ Դրա համար տենց սրտին նստել է այդ թեմայով հենց խոսում եմ։ Ու ինչ ասում, ասում է, որ այն ժամանակ դուք զինվորներին բան չեք տվել, հագուշ չեք տվել, ներքնաշոր չեք տվել, նասկի չեք տվել, դղիակներ եք առել, հարստություն եք ու գնացել եք կազինոներում խաղացել եք։ Հիմա ուշադիր տեղեկանք Վահագ Ալեքսանյանի եւ բոլոր ՔՊ-ականների համար։ Երևան քաղաքի բոլոր թաղամասերում, այդ չեմ ասում Փեթակի տոնավաճառում, այդ չեմ ասում Մալացիայի մեծ տոնավաճառներում, կան ամեն թաղամասում կա մի քանի հատ զինվորական հագուստի խանութներ։ Զինվորական հագուստի խանութներ կան Հայաստանի բոլոր քաղաքներում, հատկապես որտեղ կան զորամասեր, այսինքն հնարավոր չի։ Ենթադրենք մի հատ քաղաքում Սիսիանում լինի զորամաս, Վայքում լինի զորամաս, ընդ հագուստի զինվորական հագուստի խանութ չլինի։ Հիմա ցանկացած մարդ, ով գնա այդ հագուստի խանութ, կարա տեսնի, թե ընդ ինչ են վաճառում։ Այնտեղ վաճառում են նասկի, մայկա, տրուսիկ, պատճաշ կա, զինվորական տարբերանշաններ, զինվորական համազգեստ, բացինկա, ռեմեն, հարց։ Հայ հաստավիս, ովա դա։ Այսինքն եթե այդ խանութները կան, չեն փակվում, նշանակում է ունեն հաճախորդ։ Պահանջարկը կա։ Ավելին Facebook-ով ասենք, հեսա սկսի ամառային զորակոչը, չէ՞։ Այս խանութներից մեկը գրելու է, ընդհանրենք Զամպալիտ խանութը, այս խանութ եմ ասում, որ դες չկա էլ այդ անունը, բայց ունի շանուր ասեք կամբատ կա, չգիտեմ ինչ։ Զամպալիտ խանութը առաջարկում է ամառային զորակոչի համար զեղչեր։ Զինվորի հիգիենիկ պարագաների փաթեթ ու նկարներով դրած է գներով։ Ատամի խոզանակ, ատամի մածուկ, տուալետի թուղթ, սաներ, սափրվելու պարագաներ իրա տուփով, զինվորական համազգեստներ։ Հիմա հարց, ով է դա առնում։ Բնականաբար, եթե դա ծախում են ու առնող կա, Կոնջոյան, մեծ այսօր փրթում էին, հաչում էին։ Դե սրիկա, պատասխանի ես հարցին, ում համար է դա։ Եթե գող ու թալանչի չեք, բանակը ավիրել եք ու հիմա էլ թալանում եք։ Դե Կոնջոյան սրիկա, դե պատասխանի ես հարցին, ում համար է շատ ճիշտ հարցադրում է, ում համար է այս խանութները։ Այդ նշանակում է, եթե դուք ապահովում եք զինվորին։ Առնող ունի, նշանակում է դրա առնողը զինվորի ծնողն է։ Այսինքն գողացել է։ Հիմա հարց, զինվորի ծնողը անասուն, որ իր երեխուն զորամասում այդ ամեն ինչը տալիս են, բայց ինքը առնում է տանում է։ Պարզա որ ինքը առնում է, որովհետև ստիպված է սրտացած ծնողը, այո։ Որովհետև իր բաժինը տա։ Որովհետև Կոնջոյան գողացել ես, լավ լսի, սրիկա գողացել ես որովհետև։ Թող վերջում է ասել, չէ, գող են իրան։ Հայ գող է, բայց թողել էլի բան կա, էլի ասելու։ Այդ ինչ էլի են բան գողացել։ Հա, բա ասում եմ։ Հիմա ասենք թե այդ ամեն ինչը եթե զինվորին տալիս է, մի հատ համազգեստ տալիս են, չէ՞։ Հիմա այսքան զինվորի ծնող կա, ինձ լսում է, չէ՞, հնարավոր չի դա ասան։ Ուրեմն այդքան ծնող ինձ լսում է, չէ՞։ Իրան զավակին, իրան զինծառայող զինվորին տվել է պետությունը մի հատ համազգեստ։ Մի շաբաթ 10 օր հագնելուց հետո այդ համազգեստը պիտի լվացվի, չէ՞։ Այդ լվանալու ժամանակ զինվորը ինչ պիտի հագնի։ Երկրորդ համազգեստ։ Այդ երկրորդ համազգեստը պետությունը զինվորին չի տալի։ Այդ երկրորդ համազգեստը տալիս է զինվորի ծնողը։ Ընդ որում, երեխան որ նամակագրում իր հորն ասում է պապիմ համար նոր համազգեստ կառնես, ասում է բելարուսական չառնես, այս ինչ չառն է, որովհետև դրանք մի քիչ լավն են։ Աֆիցերներն են հագնում, որ զինվորների հագին տենում են, շարքի մեջ ճղում հանում են։ Ես լսել եմ, որ անգամ ասում են տուր ինձ։ Այսինքն, եթե հանկարծ ծնողը չիմանալը, ուղղակի երեխան ասել է մի հատ ֆորմա կբերես։ Մտել է խանութ ասել է մի հատ ֆորմա, այն էլ ասել է, որ ասել է երեխուս համար լավ առնեմ։ Տանի կարող է պարզվի, որ հակառակ երեխուն գցել է փորձանքի մեջ։ Այս հիմիկվա բանակն է իրանց։ Ու այս պարագայում ՔՊ-ի բոլոր падգամավորներն առել են տներ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը առել է տան։ Այդ իրանց էլ գույքի եկամուտների հայտարարագրով են։ Սուրեն Պապիկյանը հիմա ապրում է կառավարական համառանոցում Նիկոլի այդ նույն դաչայում օրը 1.700.000 դրամը նաև իրանա վերաբերում։ Բայց ինքը Երևանի երկու նորակառույց թաղամասերում երկու բնակարան առ, այսինքն եթե ունի մի հատ օրինակ Ալենի դեպքում էլի հասկացանք, բայց եթե դու ունես մի հատ կնիկ,
2 տուն առել ես, չէ։ Ինչի համար, չէ, բայց պիտի Իրանց կանայք հոգի չեն հատեն։ մի 2 կնիկ ունես, մի երեխա, չէ։ Կառավարական ամառանոցում ապրում ես, բայց 2 նորակառույց թաղամասերում 2 տարբեր տեղեր, բնակարան առ։ Այդ ինչի՞ց է, որ ինքը ոչ թե բնակարանի կարիք ունի ապրելու համար, այլ կապիտալիզացնում է իր հարստությունն կուտակում, որ վաղը միսօր իրան գործից էլ հանեն, ինքը դա ծախի ապրի կամ վարձով տա ապրի, բարձ չի ինչ համար։ Էդի Պապիկյանն է։ Հիմա ասում է գնում եք կազինո, Վահագ ասում այն ժամանակ գնում եք կազինո։ Էսի ոնց որ տեղյակ չի, որ Խաչատուր Սուքիասյանը էս վերջերս է եկել Մոնտե Կարլոյի կազինոից։ Ու իր կազինոյում գտնվելու ընթացքում Երևանում ոստիկանությունը զինաթափել է Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին, որ Շարասյունով մեր պատգամավոր է։ Ասենք հիմա որ բացում ես ազգային ժողովի կանոնակարգը, թե ինչ բան է պատգամավոր, նա պիտի լինի համեստ, հանրային ծառայող, չէ։ Սա այնքան փող ունի, այնքան վտանգված ազգում իրան էս անվտանգ երկրում, որ դաժե Հայաստանում չել այդ ժամանակ իր ավտոները թիկնազորով են ման գալի։ Բայց պարոն Ղազարյան, չի չեք ասում, առաջին կազինոները ով է բացել Հայաստանում։ Ով է բացել կազինո։ Դուք եք ներկայացրել, թե այսօր կազինոներից խաղադրույքների։ Ուրեմն արցախցիներին բան ասում։ Դրա մասին դուք տիրապետում եք, ես չեմ տիրապետում։ Խաչատուր Սուքիասյանը։ Մի հատ ասեք, ինչ թվերի մասին է խոսքը այսօր կազինոների, խաղատների, ինչ աղետ են բերել մեր երկրի գլխին սրանք։ Դրանք միլիարդավոր բաներ են, դրան ուրեմն տեղեկացնում ենք 2023 թվականի հունվարի 1, որ Հայ Էկոնոմ բանկի Արցախ մասնաճյուղը տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 9/2 հասել։ 2020 շրջափակման առաջի օրերն, այսինքն 2022-ի դեկտեմբերին, որ շրջափակումը սկսել է, այդ ժամանակ հələ Արցախում գործել է Հայ Էկոնոմ բանկի Արցախ մասնաճյուղը։ Հայ Էկոնոմ բանկի սեփականատերերից է Խաչատուր Սուքիասյանը, իր կինը, իր եղբայրը վարչության նախագահն է եւ իրանց բանկն է համայնան տանել։ Այսինքն սրանք արցախցիների վրա փող են աշխատել։ Այդ չեմ ասում ինչքան իրանց արտադրած ապրանքներից, դե բարձա որ նաև Արցախում ծախվել է, չէ՞։ Արցախցի ղեկավարների շնորհիվ են իրանք ամեն ինչ Այդ սա արցախցիներին, իրանց բանկերով, իրանց բիզնեսներով քամել են, դրանց վրա փող են աշխատել։ Արցախցիներին գցել են պատերազմի մեջ, իրանք հրահրել են պատերազմ։ Այդ մարդիկ հայտնվել են պատերազմի մեջ, իրանց զավակները զոհվել են այս պատերազմում, ապրել են այս պատերազմի ամբողջ սարսափ իրանց ընտանիքներով, վերջում էլ իրենց որոշումներով դարձել են ցեղասպանության զոհ, բռնի տեղահանված, ու լկտիությունն ու սանձարձակությունը հասել անդե, որ հələ մի հատ է գոռալով, հələ մի հատ են իր դախձենով, են իր տենց տրզած վիճակում, տրզո են, չէ, ուրիշ բան ասում։ Բանը, այդպես տրզած վիճակում է, մի հատ այնց բանը ամբարտավան ձևով խոսում է լրագրողների մոտ են լեն բերանը բացում է աշկերը չռած բան, մազերը խառնած, մի հատ էլ այդ սանձարձակ պահվածքով իրան դրսևորում, ու ինչ է ասում, արցախցիները չեն կռվել, արցախցիները խուսափել են պատել, դու ես կռվել, կարող է նաև զոհվել ես, հիմա էլ թաղված ես շահիդների պուրակում։ Սա ամբարտավանության ու ցինիզմի գագաթնակետն է։ Ու իրանց վստահությունը ով է տալի։ Այսինքն ոնց կարա հանրային ծառայող ազգային ժողովի падգամավորը մեր երկրի լրագրողների հետ տենց խոս։ Հələ մեկ պատկերացրու դրա առաջ կանգնածել էր թուրք լրագրող։ Վայ։ Ասենք Կիրակոսյան Նարեկի փոխարեն իր դիմացը միկրոֆոնով իրան հարցեր տա, դենա տենում ենք էլ Արարատ Միրզոյանը։ Ոնց է կամ Նիկոլը բերեց առողջակերտցրեց մեր պետության հաշվին թուրք լրագրողներին բերում են որ մեր պետության դեմ հոդվածներ գրել են այդ հոդվածները իսկ մեր երկրի լրագրողների մոտ այն Անդրանիկ Քոչարյան խուլիգանը իր հերթին Ալեն Սիմոնյան խուլիգանը իր հերթին խուլիգաններ կողքը կանգնած բայ անդաստիրան ամբողջ օրը Պետրոսի հետ մեզ դասեր է տալիս լրագրության չի բա կանգնած է իրեմ դեռ Տիգրան Հակոբյան թե քեզ թվում է Միքայել Մինասյանին ես տակից գործ-մորձ բաներ պայմանավորվել է քեզ փրկելու է որ իշխանապողություն ունի չի փրկելու քեզ ասեմ դրանցին ենք տեղյակ որ ինչ որ բաներ է իր Միքայել Մինասյանին ասում պայմանավորում անում հետո ինչ որ բաներ էր խոսում չի փրկելու դա քեզ այս գլխից ասեմ որ քեզ չի փրկելու
Կողքներ կանգնած էր, ուրեմն ինքը գոռում ասենց հարցակվել է եւ նստած են հաստա գլխի հետ նստած բաներ, հիշում եք անդադ նստած իբր թե իմ մասին են խոսում, անուն չեն տալի կամ չգիտեմ ինչ են անում, բան են անում, էլ իրանց թվում է պետք է ցեղասպանության ժամանակ ես նստած ժուրնալիստիկա բանեցնեմ, էլի, ասեմ, չի կարելի այս բառերը ասել, գիտեք ցեղասպանություն է, բայց պետք է հարմար բառեր օգտագործենք։ Մեզ տանում են թուրքի տակ, պետք է հարմար բանով, բառապաշարով պիտի խոսենք։ Իմիջայլոց ինչ է ասել Կոնջոյանը, ես նոր դա է ցույց տալիս, որ կարդա պարոն Ղազարյանը, ասել է արյան բաղնիքներ եք ստեղծել։ Ուրեմն Նիկոլի այս տականքը ինչ է ասում։ Տեսեք, 2000 Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան 91-ից 97 թվական 7000 զոհ ենք ունեցել, բայց նահատակ ավելի ճիշտ կարելի ասել, բայց ունեցել ենք ազատագրված հայրենիք, ունեցել ենք հաղթանակ, ունեցել ենք երկու հանրապետություն, ճիշտ է։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, հիմա լսեք, տականքներ, այն որ ասում եք պատերազմ, ամենախաղաղ ժամանակաշրջանը, այն որ ձեր սիրելի Էրդողանա Ալիևա տիպի շները սարսափում էին հայերից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ունեցել ենք 92 զոհ, Սերժ Սարգսյանի ժամանակ ունեցել ենք 228 զոհ եւ ունեցել ենք հաղթանակ, ապրիլյան պատերազմ կա, հաղթանակ, որի ժամանակ ձեր սիրելի Ալիևը չոք գնացել խնդրում էր, որ Պուտինը կանգնեցնի պատերազմը, ունեցել ենք հաղթանակ, լավ լսեցիք, հիմա լսեք, Նիկոլի ժամանակաշրջան բերել էր փաստորեն 7 պատերազմ բերած ուժի ներկայացուցիչը, որ միջև հիմա, այն հիշում եք այն տականքը ասում էր 1.5 միլիոն հայերի զոհերի անունները պիտի գրենք, այ գարշելի Անդրանիկ Քոչարյան ես ինչ աղպես, բա ուր է զոհվածների, ես էլ ասում եմ 20,000 զոհ ենք ունեցել, ուր է անունները պարոն Ղազարյան, միջև հիմա, քանի տարի անցել, ինչու հրապարակված չի անունները, Արյան մեջ եք թաթաղել, մահ եք բերել, մահաբեր տականք ուժեք, և դուք ենքան սրիկա տականք եք, այսօր բարձր ամբյոնից կանգնած ասում եք արյունն եք բերել, դուք 7 պատերազմ եք բերել ու հայ ժողովրդին լցրել եք հայ ժողովրդի արյան մահվան ցեղասպանության մեջ, և դա շարունակում եք դուք։ Գնացել էր պատի տակ էր կանգնել, պարոն Ղազարյան, Նիկոլը։ Ես ասեմ սա, երբ ասա այդ միտքը, մի հատ կարևոր միտք կա, որ ինքը Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա 7 անգամ իրեն պատժելու ձևեր առաջարկել, 7-ն էլ ապօրինի, 7-ն էլ դաժան, առանձնակի դաժանության, ասենք, ու ապօրինի, ասենք, տեսվա մեր օրենքներով նախատեսված, ժունակ ասել է, Եթե ժողովուրդը ուզի, եթե ինձ կաշառքի մեջ մեղադրեք, կարակ տանեք հանրապետության հրապարակում կախեք։ Ասենք, դրանից հետո իր կինը իմ քայլը հիմնադրամը ստեղծել է, որը որ կոռուպցիայի ուղիղ դրսևորում է, մինչև հիմա դրանց փող են հավաքում, չէ՞, մարդու կնիկ այդ իմ քայլը հիմնադրամով ինքը տգետների դպրոցի դասախոս է, այսինքն ուղիղ կոռուպցիայի մեջ ներգրա։ Հիմա բայց ասենք ով տանի քեզ հանրապետության հրապարակում կախի, եթե մեր երկրում մարդա սպանությունը արգելված է, հանցանք է, դա նույնիսկ պատժի տեսակ։ Զորան բաղում է մարդկանց հանցագործություն։ Այո, եւ ասենք ով տանի։ Ասենք այդ տանողը պետք է կոնկրետ իրավապահ մարմին լինի, կոնկրետ ջոկատը։ Ասենք ով մեկը վերցնի իր ասածը անի կլի հանցագործ։ Բայց ինչի է կոչանում հանցագործություն արել։ Բայց հենց է դա։ Կամ թևերես կտրեք։ Այս մի անգամ էլ ասել է 2000 ուրեմն որ թվիներ է, արա մոտս գրել է, դա այստեղ չեմ գրել։ Թու կարողա չեմ։ Այստեղ բանը նախընտրական քարոզարշավի ժամանակ էր։ Ասում է, եթե ժողով բանում էլ ասել, Չեխիայի հայամանկետ լավ հիշելով կասեմ, էլ ամսաթվերով չասեմ, ինձ տված ամսաթվերը գրել եմ։ Ասում է, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ պետք է գնդակահարեն, ես գլխիկոր կգնամ, կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Կարող է արդեն ճիշտ էլ հիշեցի, էլի, ասենք ցիտերում, բայց միտքը հաստատ է դա։ Եթե ու դա մի քանի անգամ կրկնել է։ Նախընտրական արշավի ժամանակ էլ է կրկնել մի 21 թվին։ Եթե ժողովուրդը որոշի գնդակահարի, ժողովուրդը ոնց որոշի, ոնց գնդակահարի, որ դու էլ գնաս, կանգնես, մեր երկրում գնդակահարության պատեր չկան։ Այդ պատը որտե՞ր է։ Մեկ էլ տենում եմ Կիրանցում պատի տակ կանգնած է։ Արասեմ կարող է դա։ Ինքն է։ Հա այդ պատն է։ Հա, բա, դա նոր է սարքել, որտեղ մինչև այդ գնդակահարության պատ
Մեր երկրում չի եղել։ Այդ իմաստով ասենք խորհուրդը շատ մեծ է։ Ինչի՞ նամ դատի չեն տալի։ Մարդը կոչ է անում բռնության, սպանության։ Բա ինչ։ Ինչ կապ ունի ում նկատմամբ։ Այս մարդը կոնկրետ Նիկոլը, վայ բոմժեր, հենց որ մենք ասենք 7-րդ գործը կհարուցեք ին վրա։ Ասեք sense բան է ասում, չէ՞։ Կանչի գործ չեն հարուցում։ Եվրոպայի խորհրդի անդամ։ Բալեն, գործ տալու կլիաուսնիկ սատկում ես։ Գնա մի գործել Նիկոլի վրա տուր։ Ուրեմն մեկ է տենա մետի Կիրանցում չեն պատը ճակած, ասենք կարող է մատը կրակել են փուստա, երևի կրակել են լավ չկպե, ճակել է պատը, թե չճակը նոր սարքած պատերը ինչի՞ պիտի ճակի։ Անվորակ չի։ Չէ կարող է սրանք մի բանանեն մեջ փող ուտեն հանկարծ անվորակ սարքեն։ Դժվար չէ՞ դες բանալն է, շատ ազնիվ են։ Հիմա մեկ է տենա մետ պատի տակ կանգնած։ Արա ասեմ, այ քեզ բան, Այսինքն մարդը ման գալի գա իրան։ Փաստորեն է դա։ Իր ասած է դա, որովհետև Կիրանց է հենց այդ պատը։ Իր խորհուրդն ունի, չէ՞, որովհետև այդ պատը չկար, նոր է, չէ՞։ Այդ պատը ի՞նչ է խորհրդանշում։ Այդ պատը խորհրդանշում է հայրենիքի հանձնում։ Էդի պետական դավաճանության հետևանք ա եղել։ Մեր երկրի սահմանադրությունը խախտելու հետևանք ա եղել, որովհետև մեր սահմանադրությամբ ասում է, որ երկրի տարածքները ցանկացած փոփոխություն կարելի մենակ հանրակրվեով։ Հանրակրվե չի եղել, բայց երկրի տարածքները առանց պայմանագրի, առանց որևէ իրավական հիմքի վերցե տվել է Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ եղել է իր պահանջով, մանալոգի արդյունքում, այսինքն ինքը միակողմանի պահանջել է, Հայաստանի իշխանությունները դա կատարել են։ Հիմա, այսինքն ստացվում է, որ ու ինչն է հետաքրքիր էլի։ Այս գնացել է անդե ինչ նպատակով է գնացել։ Դիլիջանում կազմակերպել են մի հատ տնտեսական համաժողով մթոն, որը կոչվում է տնտեսական մրցունակությունը բարձրացումը քաղաքականությունների եւ վարչարարության բարելավման միջոցով։ Այն մեծ տնտեսագետ կա հիմա, էլի Օղորմի Ադամ Սմիթին, դրանից հետո Վահագն Խաչատուրյանը։ Էդ էլ Նիկոլի կողքը նստած ոնց որ գյուղացի համբոն Գիքորին տանի քաղաք էլի, այն իր բանոջեն դե որպես տարիքով մեծ, ասենք դրան հերա գալի էլի, հա։ Հա, չնայած այդ տարիքին այնքան խելք չունի, որ Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի 28 տարեկան աղջիկն է իր խորհրդականը, այդ աղջիկա խորհուրդներով աշխատում։ Ասենք ինքը եկա մարդ է, բայց խելք չի ասնում ինչ անի, այդ աղջիկան ասում է դու խելոք կլնես էլի։ Արի մի բան ասա, տենակի ինչ անենք, հա։ Ուրեմն գնացել են այս տնտեսական համաժողով անելու։ Ցանկը նայում եմ կառավարության արտագնանիկ, այն գխականակ էլ այնքան որ ասենք դահլիճում ազատ նստաներ քիչ ելնեն, գխականակ, ասենք օրինակ ես ուզում եմ իմանամ նախարարները, որոնք տնտեսության ոլորտի հետ ուղիղ առնչություն չունեն, չէ, ասենք օրինակ սոցիալ նախարար, անդե ինչ գործ ունի, չէ, կամ մնացած գերատեսչությունների քաղաքաշինական կոմիտեի ղեկավար, բան, անդե ասենք ինչ կապ ունենք, որ տարեգ մարզպետներ Այն խեղճ անճարարային մեր ամեն անգամ ասում եմ Կոլյան, Վայոց ձորի մարզպետ, KGB-ի Կոլյան, ինքը KGB-շն եք երկու տեղակալ ունի, երկուսն է միլիցիա։ Ասենք այդ խեղճ անճարին, ասենք դրա ինտելեկտուալ IQ-եր, չի ասում։ Մինչև 4 100 բալանոց համակարգում։ Հազիվ։ Դրան տարել ես, որ նա տնտեսության հետ, տնտեսական քաղաք, ինչ հարց քննարկմանը մասնակցի։ Այս պատգամավորներ ու բան, գործարարներ ասածները դե մի հատ ճանաչված, ասենք Հայաստանում գործարար չկա, որ ասես այս մարդը, հա, այս բիզնեսին է։ Այնտեղ էր ես ում որ ճանաչել եմ։ Ամուրսարի այդ հանքը շահագործող ընկերության տնօրենը, որը որ մեռավ այդ խեշտղուն այդ իմ քայլը հիմնադրամին փողավոր մուծում են, ընկերության բաժնետոնսերի մի մաս տվել են վարչապետի աշխատակազմին, իմ քայլը տենց ճաշիկ չունի, որ այդ տղա ինչ տանեն չնստացնեն ընդե։ Քիրել են այդ հանքն չի աշխատում, ոչ էլ աշխատելու է։ Դերաս քիրել են քիրում էր դուսուս, ինչքան տեղ կա տանում են Աննա Հակոբյանի հաջողակ տղամարդիկ, այդ խեղճ ընդե կայնացա, տնտեսական համաժողով, էլ ընդե կայնացա, հանդիպում գործարար, ձախողված տղամարդիկ կայնացա, հաջողված տղամարդիկ, խեղճ գցել են, ծերացող տղամարդիկ, ասեք, տարել են ընդե տնտեսագիտական համալսարանի ռեկտորին, այդ որ ապուրինի առանվաստակերպով ընտրվավ, ես վերջերս էլ համալսարանի ավտուն տարավ, խփեց, չիմացանք դրա փողը տվեց, չտվեց, ասեք,
Հիմա ինքը ասեք այդ սա խնդիրները վերեն, քրեական գործը վերեն, դու համասան ծառայական մեքենան ինքն քշե տալեր խփել էր 10000-ը ծավտում հենց Նիկոլ Փաշինյանը ասաց պիտի պատապատները վերանա այս տարավ իր պատապատ խփեց արա տես չպիտի վերանա պիտի ծաղեք փողը տնեք համասանա ոչ թե տանեք ավտոն խփեք պատի էդի անդե Բան Արսեն Ղազարյան, Հայաստանի գործարարների միության նախագահ։ Ես զարմացած եմ, էլի, զարմացած։ Լավ ասենք, ինչ է տա էլի քեզ տանում գցում թշնամու։ Բա լավ ասենք, մի հատ ուրիշ բան է ինձ հետաքրում։ Ինքը դե լուրջ մարդ է, էլի։ Չկա, լուրջ մարդը չի կարող, չի կարող լուրջ մարդը։ Հենց այդ եմ ասում, որ լուրջ մարդկանց պարագայում իրանց այդ կարգավիճակը ավելի խոցելի է դարձնում իրանց։ Բա լավ ասենք դու եղկելի ճարպիկ մարդկանցից է միշտ մանանի տեղավորվի։ Իրա հիմնական բիզնեսը գիտեք ի՞նչն է։ Բան չէ։ Բեռնա փոխադրող, ապավեն բեռնա փոխադրող ընկեր։ Բա լավ ասենք թե դու գնացել ես կանգնել ես մի հատ մարդու մոտ, որը ասում է պիտի լինի խաղաղության խաղ։ Այդ խաղաղության խաշմերը գորը լինի, պիտի բեռնա փոխադրում լինի, չէ։ Մի հատ էլ խնդրում եմ ձեռը դիր խղճի տասա։ Ապավենը պատրաստ է բեռ վերցնի Ադրբեջանի տարածքով տանի Ռուսաստան։ Այդ պիտի լինի, չէ։ Քո ընկերությունը չէ պիտի անի։ Բայց դու դա անելու ես, այսինքն այտենց ռիսկ կարաս վերցնես քո վրա։ Բա ոնց ես գնում դրա առաջ։ Ես ուզում եմ այդ Նիկոլ Փաշինյանի հետ համաժողովի մասնակցած բոլոր գործարարներին տամ հարց։ Խնդրում եմ այդ հարցին տակ հրապարակային պատասխան։ Եթե ձեր ընկերությունում որևէ պաշտոն թափուր լինի, պահակից սկսած մինչև գլխավոր տնօրեն Պատրաստ եք Նիկոլ Փաշինյանին ընդունեք այդ ընկերությունը որպես աշխատանք։ Ասենք ես ուզում եմ իմանամ բանը Արսեն Ղազարյանը պատրաստ է արդյոք Նիկոլ Փաշինյանին ընդունի որպես ապավենի գլխավոր տնօրեն։ Իհարկե ոչ։ Ապավենի տնօրենը Գագիկ, մեծ խորը ինտելեկտուալ մարդ է, ես ճանաչում եմ, էլի։ Բազմա այնպես լուրջ մարդ։ Ասենք պատրաստ ես Գագոին հանես, Նիկոլին տնես ապավենի տնօրեն։ Բա եթե այդ որոշումը դու չես կայացնելու։ Ասենք դրանից պահակ ինչ կա գողանա։ Եթե դուք պատրաստ չեք դրան ձեր ընկերությունում աշխատան, դրա հետ ինչ եք քննա, եթե դուք դրան որպես աշխատող չեք վերցնելու, դրան հանձնարարություն չեք տալու, նրանից բան հույսեր չեք ունենա, նրա հետ ինչ եք քննարկում, որ ինքը դասախոսություն կարդա, դուք լսեք։ Այսինքն դուք այնքան տգետ եք, այնքան ոչ մի բան չեք հասկանում, որ ձեզ դասախոսությունը կարդում, Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ, նախկինում դատված, ոչ մի տեղ չաշխատած, մի հատ բեզձելնիկ։ Այսինքն դուք դրան Ռաֆ Երիկյան, դու ավելի ցածր, այո, դու ավելի ցածր նիշի վրա գտնվող մարդ ես, փաստորեն, քան Նիկոլ Փաշինյանը, որտեղ դու կարիք ունես, որ Նիկոլ Փաշինյանը այդ մինչև հիմիկվա քո արած գործունեությունը, սոցիալական ծրագրերը, էդի այսեն սարքի թաշկ է, բան, թաշկինա կտորից է, սաֆետ կա, թուրքական սաֆետ կա, սելպակ, այսես փաթաթի շպրտի, քո հեղինակությունը հիմա սաֆետկայի հեղինակությունն է։ Մի շպրտի կեր։ Եթե դուք բա Արա բա մենք այս դե պայքարի որ դուրս ենք ելես սրանց դեմ դուք եթե համարձակությունը ձեր չի բավարարում խելքներդ չի հասնում մեջներդ հայություն չկա որ դուք պայքարի մասնակից ելնեք ոնց որ մեզ չեք խանգարում մեր պայքարին չեք խան չէ որ մեր պայքարի շահառուն դուք եք ես ոչ բիզնես ունեմ ոչ ունեցվածք ունեմ ոչ սեփականություն ունեմ Մեր պայքարի շահողը դուք եք ելնելու ձեր հիմա այդ դու որ ասենք թե դու ասում ես բանը վիվասե այդ նույն վիվասելի սկզբնական այդ հիմա ինքը ուրիշ ընկերության տնօրենն է էլի այն ժամանակ որ երկար ժամանակ եղել է վիվասելը հիմա ինքը յուկոմ չէինք դա Իրանը նահաները յուկոմը տնօրեն հիմա այն ժամանակ բայց ավելի հայտնի էր վիվասելը այդ նույն վիվասելի սեփականատեր ընկերությունը Ղարաբաղում ուներ Ղ տելեկոմ ընկերությունը նույն սեփականատերն էր Հիմա այդ Ղ տելեկոմը կա թե չկա։ Չկա, չէ։ Լավ դու հայ ես թե Բա դու չես ջոգեն չի չկա։ Բա դու չեք հասկանում որ այդ մարդը որ ձեր առաջ կանգնել է, իր կառավարման շրջանում է դա վերացել։ Այսինքն ինքը նենց ղեկավար է, նենց է պետությունը ղեկավարում, որ ամբողջական բիզնեսները վերանում են։ Բա եթե Ղ տելեկոմը վերացրել է, դու մտածում ես որ կարող է հիմա Վիվասելն ու Յուկոմը չվերացնի։ Հա? Ինչի՞ պիտի ջում, նույնն է, չէ, նույն մարդն է։ Ու դու դրա հետ էլ տնտեսական հարցեր ես քննարկում։
Լավ են չեք մեզ խանգարում։ Լավ ասենք ինչ դա քեզ ոչ ասենք ենթադրենք կոլային տարեն նստածել են դե parza։ Մարսպետա կաչել են պիտի դա վերանգնին դե։ Բայց դու ինչ ես գնացել, հա դուք չեք գնացել։ Ինչ շահ ունեք դրա հետ։ Մենակ մի դեպք կարա լինի, եթե ձեր բիզնեսը կեղտոտ է, եթե ձեր բիզնեսը ստվերային է, դուք կաշկանդվածություն ունեք հարկայինից, իշխանության մարմիններից, գնացել եք կեղտոտ բիզնես, եթե ձեր բիզնեսը մաքուր է, եթե դուք ձեր բաժին հարկը վճարում եք, ձեր գործունեությունը ծավալում եք, դու ինչ շահ ունես պետության, ինչ ես քննարկում։ Տականքա, հայ չի սրիկա տականքա, նույնը Տերիկյանը տականք։ Մի քանի օր առաջ գնացել են երկիր հանձնողի հետ ձեռքա սեղմում։ Մի քանի օր առաջ խորտ գնալի եմ բոյկոտեմ հրաժարվեմ դրա կապից։ Մի քանի օր առաջ խորհրդանական լսումներ էր։ Ուրեմն եկել են բիզնեսմեն այդ հարկերի բարձրացման վերաբերյալ տնտեսական հանձնաժողովն է կազմակերպել։ Ելույթ եմ ուրեմն ասում եմ սիրելի բիզնեսմեններ, դուք սրանց հետ ինչ եք քննարկում։ Սրանք մեր ճշնամիներն են, այ աղբեր ջան, սրանք ձեզ այդ որ ձեզ հիմա կանչել են, խո չեն կանչել ձեր առաջարկները լսեն գնա։ Այս շրջանառության հարկը վերացնելու օրենքը արդեն համարեք ընդունված, սրանք ձեզ կանչել են, մանիկ են, նստածն են, նկարեն, որ ասեն մենք կազմակերպեցինք լսումներ քննարկում են։ Մի ենթարկվեք սրանք իմ աշկի առաջ Բագրատ Թունյանի հետ ջան խուրբան այդան հետո այդ ընդմիշմանը դրա կաբինետ այն օրը տենամ այդ նույն մարդը որ այդ լսումներին դրանց կառավարության շենքի դիմաց ցույց անում այն նոր հասկացար բայց ես քեզ Եփանից եմ ասում արա սրանց է դուք ուր եք հարց քննարկում սրանք ճշտամիներ են սրանք մարդու կարծիք լսող չեն սրանք մի հոգու կարծիք են լսում Ալիևի Էրդողան դու Ալիևն ես արա որ դու դրա հետ բան ես քննարկում որ ասես են եք ու ասած անի նա Թուրքիա ասածն անում նա եկել է ձեզ կեղեքելու փոխարենը միանակ մեզ բոլորս միասին պայքարենք սրանց վերջը տանք մեր երկիրը փրկենք դուք ձեր փողերը աշխատեք մենք էլ մեր համար մեր ամես կյանքով ապրենք ոնց որ միշտ ենք ապրեն հենց էլ հետո ենք ապրելու դուք գնացել եք ձեր ունեցվածքը դնում եք այն մարդու ոտերի տակ ով որ ունեցվածքա թալանում ու ինչի համար էլ այսինքն ինչն է ձեզ տանում նորից եմ ասում ցանկացած նախարարի վարչապետի աշխատակազմից զանգում են ասում են այս ինչ օրը կլնեք Դիլիջանում հելնում են վեր են ընկնում այդ ավտոբուսները եթում են հանրապետության նախագահը անպատիվ անարժան մայնքը գիտի որ այսօր ինքը հանրապետության նախագահը տուրիստի պես շրջագայում է միլիոններով փողը ստանում է անվաստակ ձերյակ էր նա իր կյանքում բարիք ստեղծել չգիտի ինչ բան է բարիք ստեղծելը որ իմանա ասեք այս թուղթը ոնց է արտադրում դրան մասնակից լինի Հիմա ինքը parza որ իրան կանչում են ասում են պիտի գազ վերընկնես ավտոբուսը հետո մա վերանգնում ավտոբուս դուք ընչեք վերընկ այդ ավտոբուսը Մա գնացել հիմա դրանց վերցելա տարելա կիրանց ու ցույց է տալի այդ բանը այդ բոլորը իր հետ է Հա բա ինչ է այդ համաժողովի մասնակիցներն են գնացել բա գնացել է կիրանց չես ասում այս պատը որ ցույց ես տալ այս պատը ինչի հիմա ասենք դուք գրագետ մանը ասեք այն միջին բիզնես է չէ Դրա ղեկավարողը պիտի տարական գրագիտություն ունենա։ Բայց դու չես հարցնում, ասես պարոն վարչապետ։ Այս պատը ինչ իրավական հիմքով է հայտնվեց թե։ Եթե մեր երկրում ոչ օրենք է ընդունվել, ոչ սահմանադրություն է փոխվել, ոչ հանրաքվե է տեղի ունեցել, ոչ միջազգային պայմանագիր է կնքվել այդ ընթացքում։ Ու մեկ էլ այս պատը հայտնվել է մեր գյուղի մեջտեղում, որի հետևանքով Ինպես մի մարդ սեփականություն է։ Հիմա ասենք այդ Կիրանց գյուղի բնակիչը, որ ընդեր տուն ուներ, հող ուներ, կորցրել է։ Նշանակում է ես էլ Երևանում որ ունեմ սեփականություն, տուն, հող, կարող է անկարծ մի պատել բերես իմ տանդեմը դնես, ասես դա Ադրբեջանն է։ Բայց այդ հարցը դու դրան չես տալի, բայց դրա ի՞նչն ես լսում դու։ Բայց ցանկացած այդ հանդիպումը պիտի լինի ըմբոստություն, բա մենք միասին չէ պիտի պայքարենք։ Թե դուք մտածում եք, որ դուք պիտի մենակ հիմա ասեք թաքուն, նաուշնիկով որ ոչ մեկը չլսի, դնեք հայելի ակումբում Ղազարյան հետ գա լսեք, ասեք ճիշտ է ասում։ Արա ում է պետք ձեր այդ գնահատականը ճիշտ է ասումը։ Եթե դուք ամենքը ձեր տեղում պայքարի մասնակից չեք, ամեն առիթ չեք օգտագործում իր դեմը դնել, բայց դու տրանսպորտային ընկերության ղեկավարը լինես։ Այդ խաղաղության խաշմերուկ հեղինակին Արսեն Ղազարյան բայց չասես այ ում ես դու քո հիմար հալով ում ես այ Նիկոլ ում է դու եկել ես տրանսպորտային ընկերություն գիտեմ շատ հեղինակավոր ես գիտեմ ես Ջերմու գրուպում որ աշխատել եմ առնչվել եք մենք հեղինակավոր լուրջ ընկերություն է ապավենը
Ասեք այսքան Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը իրանք են անում, այսինքն պրոֆեսիոնալ թիմով, նորմալ մարդիկ են։ Բայց լավ, ասենք դուք այդ ձեր հուսալի վստահելի ընկերության ղեկավարն ես այսքան տարվա։ Քեզ մի հատ անասուն եկել է ասում, պիտի Ադրբեջանի տարածքով առևտուրը լի։ Դու որպես տրանսպորտնիկ նրան չես ասում, այս ինչեր ես այսքան ժամանակ խոսում, ում ես հիմարի տեղ դրեմ, այս բեռնափոխադրումը մենք պիտի անենք, չէ՞։ Փոխարեն ինքը Իրանը հիմարի տեղ դրե, որ լռում է ու գնում է, ի՞նչ է դրա անունը։ Մի հատ ապահովագրական ընկերություն կա, որ կարա գա հիմա բեռ ապահովագրի, որ այդ բեռը Ադրբեջանի տարածքով ապավենի կոնտեյներով անցնի։ Ապավենը առանց ապահովագրական ընկերության, այդ բեռը վերցնելու է փոխադրել։ Բայց եթե դուք դա չեք անելու, այդ խոսացողին հետ ձեր հնարավոր առիթով դուք չեք ըմբոստանում, չեք ասում, արա դու մեզ հիմարի տեղ ես դրեք քո այդ հալով, ում ես խափում։ Հիմարի տեղ ինչ եք։ Հիմա արդյունքում դուք քո բիզնես, ես ինչ ունեմ, այդ պիտի կորցնեմ, չէ՞, մի հատ բնակարան պիտի կորցնեմ, չէ՞։ Բայց դու ինչ եք կորցնելու։ Բայց լավ, դուք ձեր ստեղծածը չեք ափսոսում։ Բայց լավ, դուք չեք տեսնում, որ ձեր բիզնեսները ինչ որ հիմա ունեք, այդ նույնից Արցախում բոլոր ունեցել են։ Արցախում եղել է գինու գործարան, Արցախում եղել է կոնյակի գործարան, Արցախում եղել է մի հատ լուրջ գյուղատնտեսություն, Արցախում եղել են հյուրանոցներ, Արցախում եղել են հանքեր, Արցախում եղել են վերամշակող ձեռնարկություններ, եղել են հյուրանոցներ, եղել են բանկեր, եղել են ապահովագրական ընկերություններ, եղել են դեղատներ, եղել են խանութներ։ Ինչ չի եղել։ Հիմա կա, չկա։ Երբ է եղել, երբ չկա, այդ նույն մարդկանց պաշտոնավարման շրջանում, չէ՞։ Բայց դուք հիմա դրանք, որ գալիս են համատարած մարդկանց ունես զրկում են, բիզնեսները խլում են, տալիս են թշնամուն։ Դուք դրանց հետ ինչ եք քննարկում։ Իրա երեխեքի ապագա ցեղասման, եւ մի բան հարցնեմ, էլի պարոն Ղազարյան, մենակ անկեղծ բան կարձագանքեք։ Եթե հայ ժողովրդի ասած երիտասարդությունը 2 օր առաջ Գիտեք, չէ՞ որ գենետիկ բանը ստուգելու առաջին ցուցիչներից մեկը որն է։ Եթե երաժշտություն ես լսում, միացնում։ Ռոմի Պապ մահաց։ Հա, եթե երաժշտություն ես լսում եւ քեզ ինչ որ մի երաժշտություն հոգի հարազատ է, դա քո գենետիկ բանի հետ միանգամից կապ ունի։ Այսինքն եթե դու կարողանում ես թուրքական երաժշտության տակ ներքին մեծ հրճվանք ապրել, վայել կապրել, ուրեմն դու գենետիկայի հետ խնդիր ունես, այնտեղից կան, չի հիմա։ Եթե պարոն Ղազարյան, ասում եմ ու խնդրում եմ արձագանքեք։ Մեր երիտասարդության մեծ մասը թուրքական երաժշտության թաթայի տակ, թաթա ինչ անունը։ Թաթանել։ Թաթուլի 2 օր առաջ չգիտեմ, թաթուլա ոչ մի տարբերություն։ Թաթուլ ավեն։ Դրա, չէ, մի կարող է թաթան եսի ինչա, մի գարշելի էլ են, ասենք եթե դրա տակ ամբողջ երիտասարդության մեծ մասը բանի մեջ է։ Նախ դրանց երկերի մեծամասնությունը Իբրահիմի երկերն է, թուրք մի հատ հայտնի երկիչ կա Իբրահիմ, այդ Իբրահիմի երկերը վերցնում են, թարգմանում են երկրում, մեծ մասը։ Եթե երիտասարդությունը դրա տակ sense ներքին հրճվանք ու հաճույք է ապրում։ Եթե քո գործարարները այսպես կոչված հիմա դուք sense նշեցիք, չէ, գնում են երկիրը sense առանց կրակոցի կտրած հանձնած կիրանցի պատի տակ լուր ոչխարի նման կանգնած sense հանգիստ կանգնում են, ճիշտ է, երկիրը հանձնողի հետ։ Եթե քո մտավորականը մեր եմ ասում, ձեր եմ ասում, չգիտեմ, մտավորականը լուր հանրային խորհուրդ է գնում Ամիր Խանյանի նման մի հատ տականք, այս են տականքն է, որ sense իլ չգիտեր ոնց լպստեր Սերժ Սարգսյանին։ Այս են մարդն է ու իրան նման 3 մեր հայտնի բոլոր մտավորականներին բացառություն 2-3 հոգու դիմում են, որ գերիների համար մի հատ ինչ որ կոչ անեն, գիտեք չէ՞ որ հրաժարվել են բոլորը։ Եթե մտավորական է անուններով կարող եմ ասել, բոլոր անվանի մտավորականները հրաժարվել են գերիների համար մի խոսք ասել, որտեղ չգիտեմ էլ են Արցախում կերած այդ հացը ձեր քթից դուրս գա, դուք ինչքան ողորմել եք։ Եթե այդպեսին է, եթե ձեր արևելագիտության եւ պատմության ինստիտուտի տնօրեններ բանը Սաֆրասյաններ, երկիրը ծախած, բանակը կործանած, ինչա Սուրեն Պապիկյանի հետ գնում են սահման գալիս են հիացական խոսում են, 1000 ներողություն, այդ ազգը իրավունք ունի ապրելու։ Ով է, չէ, քո ազգի պատմաբանը գնում է ողորմելի այդպես է պահում։ Քո ամենաբանը, քո մտավորականը այդպես է պահում։ Քո երիտասարդությունը, երեխեք ջան, ամեն մեկի բակում, այս
Ամեն ընկերներին ձեր տարել են, հարազատներին տարել են, կուրսեցիներին տարել են։ Լավ, երեխեք, ձեր ես չգիտեմ, այդ ինչ դաստիարակություն է։ Ձեր մեջ սիրտ, հոգի չկա, երեխեք, դուք գնացել եք թաթուի, չգիտեմ ինչ գրողուցավի երաժշտակ, սենց հերճվում եք, վայ եք, այս ինչ սերունդ է։ Այս ինչ է տեղի ունենում։ Իրավունք ունի այս ազգը, դուք էլ ասեցիք այս ողորմելի Երիկյան ու այն մյուս բոմժերը գնացել են 7 պատերազմ բերած, երկիրը ցեղասպանության տարած ղեկավարի հետ, գնացել են գլուխները կախ, սենց տմբացվում են, լսում են։ Իրավունք ունի այս ազգը մնալու, չցեղասպանվելու, պետություն ունենալու։ Հարց եմ տալիս։ Չգիտեմ, ասա։ Այդ ազգը մենակ իրանք չեն։ Այդ ազգում իրանք փոքրամասնություն են, այդ ազգը ունի մեծամասնություն խելամիտ ժողովուրդ, իր պատմությունը, իր արժանապատվությունը գնահատող եւ կարծում եմ, որ մենք հոգ կտանենք նաեւ իրանց համար, մնացածի համար։ Այդ փոքրամասնությունն է, որ այդ գիտակցությունն ունի, այո, դի փոքրամասնությունը ամեն գնով ազատագրի։ Այդ փոքրամասնությունն է, ոչ միտեղ այնպես չի, որ 100-ի մեջ բանը խելոքը 2 կամ 3-ն է, 2-3-ը կամ 1000-ի մեջ, չգիտեմ 100-ն են կամ 50-ն են կամ 20-ն են։ Այդ պիտի ամեն գնով ազատագրեն, ամեն գնով այս երեխեքին էս երիտասարդներին Ռոբերտ Ամիրխանյանը ինքը մտավորական չի։ Ո՞վ է, Տիգրան Մանսուրյանն է։ Ինքն էլ մտավորական չի։ Իրանք սազանդար են։ Երկերով են։ Բան չունեմ ասելու։ Ասենք որպես թատրոնի, ո՞վ է։ Դրանք մտավորական չեն։ Չի կարա մարդը ըլնի մտավորական եւ ինքը իր ազգի մտավորականն է, չէ՞, եւ իր ազգի դեմ, իրան ազգին ցեղասպանող, նվաստացնող մարդու առաջ գլուխ խոնարի։ Էդի մտավորական, որտեղ մտավորականը դա մտավոր գործուն է, իսկ պետք է մտածի նոր անի։ Եթե ինքը ուղակի ենթակա է, ստոր է, քծնող է, նյութապաշտան, որում դրա արդյունքում իսկի նյութ չունի։ Բան չունեմ ասելու, կարող է նաև ստեղծագործել, օրինակ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները շատ բարձրակարգ երաժշտական ստեղ, ես ինքս սիրում եմ իրեն։ Դե որը եթե գողացել է լավ է գող, չգիտեմ որն է գողացել, բայց շատ ստեղծագործություններ ես ինքս հաճույքով լսում եմ։ Բայց դա չի նշանակում, որ ես իրան նկատմամբ պիտի հարգանք ունենամ, որպես գործչի։ Իր երաժշտությունը, ընդ որում շատ երաժիշտներ կան, որոնք որ ավելի բարձրակարգ երաժշտություն են ստեղծում, ու իրանք չեն էլ մտածում, որ իրանք պիտի հայրեն, օրինակ Մայքլ Ջեքսոնը կյանքում չի մտածել, որ ինքը պիտի համարվի հայրենասեր կամ մտավորական։ Չէ, մարդկա դրանով փող է աշխատում։ Այդ ոլորտում ինքը ստեղծագործում է ու փող է աշխատում։ Բայց ասենք օրինակ Շարլ Ազնավուրը ինքը մտավորական էր, որովհետև ինքը իր արվեստը, հեղինակությունը ծառայեցնում էր իր ժողովրդին։ Ինքը իր միջազգային հեղինակությունը ծառայեցնում էր հայ ժողովրդին։ Սրանք հակառակն են անում։ Սրանք հայ ժողովրդից միայն հեղինակություն են, ընդ որում լոկալ, ասենք Ռոբերտ Ամիրխանյանը հայտնի կոմպոզիտոր է, բայց միայն հայկական միջավայրում է։ Իր ստեղծագործությունները միջազգային ինքը Sting-ը չի էլի։ Sting-ը ավելի ճանաչված է։ Բայց Sting-ը չի էլ մտածում, որ ինքը պիտի հայրենասեր լինի։ Հիմա սրանք մտավորական չեն, սրանք մեր հայրենիքի զավակները չեն։ Սաֆրասյանը պատմաբան չի, Աշոտը դա չի, պատմաբան չի, պատմության ինստիտուտի, հա։ Այո, ի՞նչ է։ Բայց մարդը պատմաբան, հիմիկվա պատմաբանը, այո, կլինի Սուրեն Պապիկյանի հետ կեթ առաջնային բանը։ Այդ թվում նաև Սուրեն որևէ մեկի հետ, հա, որևէ մեկի հետ, լավ, դուք էլ պատմություն գիտեք, հա։ Չէ, իրանք հարմարվելու են, իրանք գալու են հեսա իշխանափոխությունն էլի տենց փորձեն տեղավորվեն, ասեմ։ Լեոնիդ Ազգաջյանն է մտավորականը։ Եթե իրանք ուզում են մտավորականի հավաքություն։ Մտավորականը Ռազմիկ Դավոյանն է։ Այո, մտավորականը Ալվարդ Պետրոսյանն էր, մտավորականը Մերուժան Տեր-Գուլանյանն է։ Ճիշտ է։ Ինչի մասին է Դավիթ Սահակյանցն է մտավորական, ինչի մասին է խոսքը, Խաչիկ Մանուկյանն է մտավորական։ Չէ, բայց աղետ է էլի, որ երիտասարդությունը։ Բայց եթե դու այսօր ինչ օրի ենք, Ռոբերտ Ամիրխանյան, Դանիել Իոնիսյանի հետ ընդգրկվել ես նույն հանրային խորհրդի կազմում։ Ես իրանց ասում եմ Սորոսի մնացած ժեխերի հույսին է մնացել է Արմեն Մուրադյան, Գայանե Աբրամյան այդ քպեական պատգամավորներ, Դանիել Իոնիսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Բաբայանը տիկնիկը։ Սորոսը ինքը Սորոսի բանն է, չէ՞ այստեղի հայտնի։ Վարդան Մկրտչյանը թատրոնի ինքն էլ գնաց այդ շարքերը, հա։ Այո։
Ինչ լավ։ Եթե դուք բոլորը սրանց սաղի փոխարեն կարելի գրել Դանիել Իոնիսյան, իրանք նույն կատեգորիան են։ Հիմա լավ է, ուրեմն լավն են, վատ է, ուրեմն վատն են։ Շոպա Սոֆյանը պիտի որը չի, ընդհանուր էսի մոտ ամբողջական ցանկը չի։ Ով էր ասել է նորը Մարիամ, ինչքան տարածքներ ենք տալիս, այդքան Աննայի ճաշկերույթները թանկանում են։ Տարածքներ տալը թե պատերազմը, ոնց որ չէ, տարածքներ, ինչքան տարածք տալիս են Աննայի մոտ, հա, Սյունիքը տանք այսքան միլիոնով, հա, որ թե Սյունիքը տան արդեն կդառնա 15 միլիոն, հիմա Գերանցից հետո 3 միլիոն, ճաշկերույթ ճոխա էլի ավելի թանկանա դառնում։ Դե դա մաքուր ու ինքն էլ ինչ են անում, հիշում եք մի ժամանակ Մարդուկնիկ ոդքասթ ունեին, ընտանեկան ոդքասթ, դա վերացրել են, որովհետև այդ տգետների դպրոցը հիմա այդ իրանց ընտանեկան ոդքասթի բանն է։ Որ տգետների դպրոցի ծրագիրը դեն ոչ մի դա չի լուսաբանվում, չի իմիջիալոց էս իրանց տաուշի այսնել, ոչ մի լրագրող չի եղել։ Ինչու՞։ Դե բանը ժողովրդավարական երկիր է, չէ՞, մամուլի ազատություն։ Ոչ մի լրագրող, ոչ համաժողովը չեն լուսաբանել, մենակ վարչապետի աշխատակազմը, տեսանյութերը, լուսանկարները, տեքստերը իրա ուզած տրամադրումը լրատվամիջոցներն է վերցնում տարածում, ոչ մեկը չի ասում։ Մենք ձեր տեքստերը, նկարները չենք տարածի, եթե մեր լրագրողը չի եղել, չէ՞։ Ոչ մեկ բոլորը վերցնում իրանց կայքերում դնում են։ Ինչ ասեք, դա ինչ մի միջոցառում է, որ դա մատ էլ լուսաբանեք։ Մի հատ նկար դնեք հերիք այդ պատի տակինը, որ իմանանք արդեն գնացեք անգնել պատի տակ։ Դա արդեն հերիք է, մնացածը անտեղի։ Ինչ է թանկացնում գները։ Ինչ է թանկացնում գները։ Դե թալանը միշտ էլ է տենց է, էլի բոլոր չմբրջի էր անում, չմբրջին էլ չի գնալու, ջմբրջի էր, խմբրջի էր, մի հատ մեկը կա։ Ասում եմ երիտասարդ նոր բան գործարարները 70 տարեկան մարդ գլուխն անգնացեն դե ֆրխանում։ Ամեն մեկը իր հետաքրքրություն ունի։ Տղամարդիկ թե կանայք։ Ամեն մեկի հետ մի երևակայություն կարա աշխատի։ Օրինակ, այս վերջերս էլ իրանց աղջիկներ չեն մի հատ նկար հրապարակել այս պլետների մեծ հավաքածուով։ Այդ նոր նկար է։ Բա, ես ինձ թվաց թե ձիպ բանը էշ պիտի քշի, դե բան կա, չէ, զռացող էշ կա, մեկը ճակատնապաճի, մեկը քշում։ Սերժ Սարգսյանն արդեն ասեց այդ ով էր այդ զռացող էշը։ Զռացող էշին մեկը կա ճակատապաճում է, մեկը կա հետում քշում է։ Հա։ Ու դե էշը քշելուց էլ պետքա պլետ։ Պլետ տեսել ենք մի հատ երկու հատ, մի ամբողջ հավաքածու։ Նստը պլետների մոտ նկարվի։ Արցախահայության դեմ էս ամբողջ բանը, խնդրեմ։ Դե Արցախը քանի որ չկա որ հարցակում են Արցախի վրա։ Սամվել Բաբայանը Արցախից մի կղզյակ է մնացել, դա Երևանում Արցախի ներկայացությունն է։ Սկզբից իրավապահ մարմիններով գնացին ավտոն ընդեղից հանին, 2-3 դեպք արին, չէ։ Հետո Սամվել Շարամանյանին ուղեկցող իր օգնական բան փողոցում դիմակավորված անձանց կողմից ձերբակալին տարան, ասին զենք թմրանոտ, ոչ զենք կտան, ոչ թմրանոտ կտան։ Սամվել Շարամանյանին մի քանի անգամ տարբեր քրեական գործերով հրավիրել են հարցաքննության, որպես վկա, այդ եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով եւ այն Գալստյանի գործով, որին պետական դավաճանության մեջ են, այսինքն բանը միշտ սենց սուրը կախած է Սամվել Շարամանյանի գլխին։ Հիմա էլ քանի որ այնտեղ էլի հավաքվում են, երկու հարց են քննարկում, բան որոշել են, որ պիտի այդ բանը փակեն ներկայացությունը։ Այդ փակելու համար ինչ պիտի անեն, պիտի մի քանի խմբավորումներ ուղարկեն, ընդ անազանց sense գործողություններ անեն, պրովոկացիաներ անեն, լարվածություն ստեղծեն, այդ առիթ օգտագործեն այդ ներկայացությունը լրիվ փակելու համար։ Ես կոչ եմ անում Արցախի իշխանություններին մի հատ իրանց թափ տան, մի հատ խելքի գան, այդ սոցիալական այդ վերամերան ընդ չգիտեմ այտենց անկապ քննարկումները բաները։ Չպիտի թողնենք, հասկացա։ Դե մենակ չթողել են, պիտի նաև 1000 տեղից դուք չեք տեսնում ինչ անում սա, 1000 տեղից խոցում, հարվածում, հարձակվում։ Անում, այս պիտի նաև միավորված կազմակերպված։ Այո, պիտի միավորված լինի նպատակադրում։ Սոցիալական այդ ծանր վիճակի մեջ ամեն ինչ թողնենք իրանց վրա, սա բոլորիս խնդիրն է, բոլորիս պարտականություն է։ Իմիջիալոց հա, այս բանը ասելա Ալենն ասելա իշխանությունը փողոցում գցած էր բան, բայց այդ ո՞նց եղավ որ դուք ասում եք մենք հզոր տղերք ենք, էստենք իշխանությունը պահում ենք մեր հոպար ընդեղ, բայց ո՞նց եղավ որ իշխանությունը իբր ընդդիմությանն է բան ասում էլի փողոցում գցած էր, չէ դու չգիտես որ քո Էրդողան պապան ասեց բանը կհարցակեմ, կհարվածեմ, եթե հանկարծ իրա մի մազը գնա, չգիտեք որ ձեր հոպարը ինչ է արել, հիմա էլ ասում եք իշխանությունը փողոցում գցած էր, ինչի չվերցրեցիք։ Շատ վստահ մի եղեք ձեր հոպարի վրա, ձեր հոպարը բանը Սիրիայի Ասադի հոպարն էլ էր,
գազայի ժողովրդի հոպարն էր, այդ հոպարը շատ վտանգավոր հոպար է, հետո խժռում է, այդ իրա զարմիկներին, բարեկամներին, հենց որ ալեն շատ մի ոգևորվի, ձենդ կտրի, վերենգի տեղդ, և սրբազանների, չէ, կաթողիկոսի խոսք ուղեց կաթողիկոսի խոսքը դա ըստ էության այն է, ինչ որ մենք ասում ենք, որ եկեղեցին զանգերը հնչեցնի։ Եկեղեցու զանգ հնչեցնելը խո չպետք է պատկերացնել, որ ֆիզիկապես պիտի եկեղեցուց զանգի ձայներ լսվեն։ Եկեղեցուց զանգ հնչեցնելը դա հոգևոր առաջնորդի տագնապն է, իր խոսքն է, իսկ վեհապարի Սուրբ Հարության հայրապետական պատարագի, Սուրբ պատարագի քարոզը ամբողջությամբ տագնապ էր։ Ամբողջությամբ տագնապ էր մեր ժողովրդի պետության հիմիկվա վիճակի, ճակատագրի, Արցախահայության խնդիրների, ցեղասպանության ուրացման։ Ասեց ինչը դրեք մի կողմ, պետք է դնել մի կողմ։ Բառացի չունեմ մեջբերումներ, բայց ընդհանուր իր ամբողջ ելույթը, ամբողջ քարոզը դա ամբողջությամբ տագնապի հնչեցումն էր, որին պետքա ականջալու լինել։ Եթե հիմա մարդիկ նրանք ովքեր ապրում են, ընդ որում նայեք ինքը չգնաց պատարագի, ինչպես միշտ, ոչ մի պաշտոնյա պատարագի չգնա։ Հիմա պատկերացրեք, ասենք, եթե Հայաստանում թուրքական իշխանություն, հիմա Ստեփանակերտի եկեղեցին։ Երեք չառաջորը մի կենթանի էր եկել այստեղ, մի հատ ոչխար։ Ասում է ճիշտ է, այդ նախկին նախագահները, որ հայ չեն, ինչ են, այդ հատուկ այդ ոչխարներիդ համար։ Այդ հայը ձեր ընտրած էս տականքն է, որ եկեղեցի սարսափում է, վախենում է մտնել։ Հա, այդ տականքներ։ Հա, ընկած եկեղեցի չի գնում արդեն։ Ոնց էր ասել, պետք է միավորվեն։ Ուրեմն, բացի դրանից, որ եկեղեցի չի գնաց է։ Ասեցի մի տողը կարթ ընդամենը։ Բացի դրանից, որ եկեղեցի չի գնաց է, նաև այդ օրը առավոտը Սուրբ Հարության տոնի օրը հեծանիվ է քշում։ Ուզում ասիկ ամբողջ ժողովուրդը հետո պատահյունը ես գնացել է եկեղեցի, տեղ ու դադար չկար, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղ ու դադար չկար։ Բայց ինքը հեծանիվ քշել գիտեք ում հետա քշում։ Մի հատ Արման Անտոնյան կա, այդ նկար հրապարակ է։ Սա Երևանի ավականու անդամներ դանակահարեցին։ Հիմա դարձել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի օգնական։ Մի հատ ՀԿ-ա բացել, մի թամ հեծանիվ քշողների ՀԿ-ա, բայց խորհրդարանական լսումներին եկել էր սև Mitsubishi ջիպով։ Ուրեմն ինքը սև ջիպով եկել է ազգային ժողով, ընդից ելույթ անում թե հեծանիվ քշել ինչքան լավ բան է։ Ասում է ներքին պառակտումներն էլ ավելին են ծանրացնում անվտանգության մարտահրավերների հետևանքներով ստեղծված բարդ կացությունը։ Ինչ ներքին պառակտման մասին է խոսքը վեհապար։ Դե նկատի ունի իշխանությունը, որ պառակտում է հասարակությունը։ Չէ, ավելի պարզ է պետք ասել, իշխանությունը գրաված, այսինքն որ պահին է ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասվելու։ Այս իշխանությունը թուրքական թշնամու կողմից կար, ինչ ներքին պառակտման մասին է։ Եկել են գրավել են, պարզ ասեք, հայ ժողովուրդ, գրավել են թշնամին, եկել նստել է։ Հիմա ասենց, այս բաներով չգիտեմ, ինչքան պետք է խոսել։ Եթե անգամ, պարոն Ղազարյան, հիմա մենք եթե խոսենք շատ երկար, դուք խոսեք, ես էլ չեք կասկածում, որ վրան ինչ պետքա կավելացնեմ ու կասեմ։ Եթե անգամ այսօր մեր ընդդիմությունը, այսօր շփոթված, թույլ, անողնաշար, ողորմելի, չի կարողանում, չի ձևավորում, չգիտեմ ինչ։ Ի վերջո այս ազգս էս մի հատ բան ջարդված բան վիճակում է, չէ։ Լավ, նման վիճակներում պետություն չունենալուց չկա, չէ, պետություն։ Պարզ է, չէ, չունենք պետություն, թշնամին գրավել է։ Այդ ժամանակահատվածում միշտ եկեղեցին փորձել է ինչ-որ բան անել, չէ։ Ազգային դժբախտություն է, որ այսպիսի վեհապար ունենք հիմա։ Նրանք տենց են, նա տենց է, սա այսպես կծպծպծպծ։ Լավ, մի օր պիտի ավելի հստակ լինի, ասենք թե սրբազաններ, Բագրատ սրբազաններ, մի մոլորված էր ինքներ, կիսատ պռատ ինչ-որ բան արեց։ Գուցե այդ կիսատ պռատի ժամանակ պետք է գիտակցել, այս մարդը կիսատ պռատ գործանող է, այդ ժամանակ պիտի բոլոր սրբազանները դուրս գային, վեհապարը դուրս գար, փրկեին մեզ սրանից։ Հիմա ասենք դժբախտության մեջ ենք, չէ, պարոն Ղազարյան, ընդդիմությունը, այսպիսին է, իշխանությունն էլ թշնամի է։ Ո՞վ վրա հույս դնենք, չէ, ասենք, ինչքան պիտի ասենք, այո վեհապար, այո, չէ վեհապար, բավական է։ Բավական է, մի անգամ էլ կարողացեք այս ամեն ինչից դուրս հանել, կանգնել։ Հիմա մենք այս վիճակում ենք, չի կարողանում այս ընդդիմությունը։ Ծեծված է, ջարդված է, մոլորված է, չգիտեմ, անխելք է, թույլ է, չի կարողանում։ Ում վրա հույս դնենք, ում վրա հենվենք։ Պարոն Ղազարյան, ինչ անենք։ Կարող է, չէ, վեհապարը
ասենք մի բան արել էր Բագրատ Սրբազանը, լավ, կիսատ պրատ մարդեր չկարողացավ, շարունակեիք, անեիք, ձեր ձեռքը վերցնեիք, զանգեր այդ ժամանակ հնչեցնեիք, միջև վերջ հասցնեիք, չթողեիք տաներ, մի անգամ էլ Բագրատ Սրբազանը հիասթափեցներ այս ժողովրդին Բագրատ ծեր Սրբազանը չգիտեմ ոչ մի սխալ բան չի արել։ Շատ մեծ սխալ արել, մարդը եթե եթե պայմանավորվել է խախտել են, թող կանգներ ասել խախտել են, եթե չի պայմանավորել, կիսատ պրատ գործանող է ուրեմն։ Ի վերջո պետք է ամեն ինչ ճիշտ հստակ ասել, հիմա էլ ասել վեհապար։ Ժամանակն է, թե ժամանակը չի, ինչ հիշում ենք, ասում են զանգերը, երբ այդ ժամանակը։ Երևանը գրավելուց հետո հույս ունենան, որ Էջմիածինը որպես միավորում կմնա, թուրքերը կպահեն, ոնց որ Պոլսում են պահում առաջնորդը, հա? Դրա վրա է իրանց հույսը։ Պոլսի առաջնորդին բանն է նշանակում։ Որ պետք է լինում, քաղաքապետ, բայց հիշում եք, չէ, պետք է լինում թույնել են տալիս։ Եթե թուրքը որոշեց, որ պիտի Պոլսու առաջնորդին թունավորի, հիշեք ինչ արեց նախկինում։ Ուրեմն կամ կուզենա կթունավորի, կուզենա կսպանի, այդ էլ հիշեք։ Ձեզ հաստատ չի կարելի ասել, որ դուք պատմությունը կյանքը չգիտեք։ Շատ լավ։ Շնորհակալություն։